Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է։ Օրվա մի քանի թեմաներ նախ վերնագրերով։ Առավոտից ձերբակալություններ են եկեղեցում, Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրանք է առաջադրվել։ Սրբազանը ընդունում է այդ մեղադրանքը, ինչ է ասել։ Իհարկե ոչ։ Ընդդիմադիրները Փաշինյանի հրահանգն են տեսնում։ Նպատակը վարկաբեկել եկեղեցին։ Իշխանությունները բացառում են քաղաքական պատվերը։ Չի կարող լինել։ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու հարցը։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Была мы там хоббис акцияс։ Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ նախագահին, քանի որ նա մասնակցել է ընդդիմության ցույցին Թբիլիսիում։ Գազայում հրադադարը պահպանվում է, բայց հնչում է մտավախություն, որ կողմերը կխախտեն պայմանավորվածությունները։ Խաղողագործները կրկին մթերման խնդիր ունեն։ Խաղողը չեմ ընդունում, փակում եմ, բայց եղավ։ Սկսենք եկեղեցում առավոտից մեկնարկած ձերբակալություններից մեկ տասնյակից ավելի հոգևորականի են տարել իրավապահները, ոմանք ամբողջ օրն անցկացրել են քննչական կոմիտեում, շատերի մասին մինչև երեկո տեղեկություններ չկային։ Այդ թվում ժամեր շարունակ անհայտ էր Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը, ի վերջո բարձրաստիճան հոգևորականին մեղադրանք առաջադրվեց։ Փոխարենը հայտնի է, որ գործը վերաբերում է ընդդիմության հանրահավաքներին, եկեղեցականներին իրենց կամքին հակառակ տանելուն, ինչի մասին հանրայինի եթերում հայտարարել էր վերադասին քննադատած հայտնի Տեր Արամը։ Միայն օրվա ավարտին հայտնի դարձավ, թե որտեղ է գտնվում առավոտից բերման ենթարկված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը։ Նա այս շենքում է, ընդ որում, որ Սրբազանը պահվում է այստեղ, փաստաբանները տեղեկացել էին ոչ թե քննչական կոմիտեից, այլ մարդու իրավունքների պաշտպանից։ Արա Զորաբյանը քիչ առաջ դուրս եկավ շենքից, նա կարողացել էր հանդիպել իր պաշտպանյալին Սրբազանին եւ հայտնի է դարձել, որ Արագածոտնի թեմի առաջնորդին արդեն մեղադրանք է ներկայացվել։ Իսկ Սրբազանը ընդունում է այդ մեղադրանքը, ինչ է ասել։ Իհարկե ոչ, չի ընդունում։ Իդեպ փաստաբան Արա Զոհրաբյանը չցանկացավ նշել հոդվածը, որով մեղադրվում է Սրբազանը, միայն ասաց, որ մեղադրանքը առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն եւ ընտրական իրավունքին խոչընդոտելուն, ընդ որում մեղադրանքի հիմքում ըստ փաստաբանի իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաղորդումն է հանցագործության մասին, բայց այս հաղորդումից բացի եւս մեկ այլ հաղորդում կա, որի հիման վրա էլ ըստ էության մեղադրանք է ներկայացվել, թե այդ հաղորդումը ով է ներկայացրել, փաստաբանը չցանկացավ նշել, միայն ասաց, որ քիչ հետո այստեղից կենտրոնի քննչական բաժնից Արագածոտնի թեմի առաջնորդին կտանեն արդեն դատարան խափանման միջոցը կալանքի հարցը որոշելու նպատակով։ Հաղորդումը Դանիել Իոաննիսյանը ներկայացնել, բայց էլի հանգամանքներ կան, որոնք ինձ թվում է ընթացքում կասեն։ Մեղադրանքը ինչի հիման վրա է։ Նաև իր հաղորդման, բայց ուրիշ հաղորդում էլ կա դրա համար, հիմա այս բանը ամբողջությամբ չեն կարող։ Հիմա պետք է արդեն միջնորդություն ներկայացվի դատարան։ Որոշ քննչական գործողություններ կատարվում, այո, դրանից հետո իրենք պետք է կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան։ Այո, այսօր պետք է ներկայացնի, դատարանն էլ պետք է քննի, այո։ Այսօր վաղ առավոտից քննչական կոմիտեի Երևանի վարչությունն էին բերման ենթարկվել 6 քահանաներ կրկին Արագածոտնի թեմից, ընդ որում մինչև վերջին պահը անհայտ մնաց նրանց կարգավիճակը, քննչական կոմիտեն այս մասով էլ որևէ տեղեկություն չի տրամադրել, արդյոք բերման ենթարկված քահանաները ձերբակալված են, վկայի կարգավիճակ ունեն, թե նրանց նույնպես մեղադրանք է ներկայացվել, ինչպես որ Մկրտիչ Սրբազանի դեպքում։ Քննչական կոմիտեի Երևանի վարչություն բերման ենթարկված 6 հոգևորականներից մեկը Տեր Փարեն քահանան 7 ժամ անց դուրս եկավ շենքից եւ Ազատության հետ կարճատև զրույցում փոխանցեց, որ իր հետ քննչական որևէ գործողություն չի իրականացվել։ Առավոտից բան չի եղել, նստած եմ եղել, ոչ մի բան։ Քննչական գործողություն չէ, նորմալ ամեն ինչ։ Իսկ ես մեղադրանքները Խնդրում եմ էլի, չգիտեմ, խնդրում եմ էլի։ Եթե հարգում եք, հոգնած եմ, միտքս սրված է, ոչ մի բան չեմ կարող ասել։ Բայց ասեք դուք ազատ եք, թե նորից ներս եք մտնելու։ Չէ, ազատ եմ, տուն եմ գնում։ Վկայի կարգավիճակում։ Հա ոնց որ։
Նշեմ, որ ողջ օրվա ընթացքում վաղ առավոտից մինչև գրեթե օրվա ավարտը մի խումբ փաստաբաններ փորձում էին քննչական կոմիտեի Երևանի վարչությունում հանդիպել, տեսակցել իրենց պաշտպանյալների հետ, սակայն քննչական կոմիտեն այդպես էլ թույլ չտվեց։ Ամենածանր եւ նողկալի հանցագործություն կատարած անձը ունի պաշտպանության իրավունք։ Այս տարական իրավունքները հոգեվորականների դեպքում ուղղակի խախտվում են։ Ես չեմ կարծում, որ այս լկտիությունը, որը թույլ է տրվում քննչական մարմնի կողմից, ուղղակի սա լկտիությունն է, ուրիշ բառով չեմ կարողանում բնութագրել։ Իդեպ քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ այս գործընթացը տեղի է ունենում հանրահավաքներին հարկադիր մասնակցելու գործի վարույթի շրջանակներում եւ ինչպես պարզաբանեց փաստաբաններից Մարինե Ֆարմանյան տեղեկացրեց, որ փաստորեն խուզարկության որոշման մեջ են իրենք տեսել, որ ըստ էության վարույթ կա Տեր Արամ Քահանայի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Ֆերադասի Տեր Եսային Ազատությանը փոխանցեց, որ իրենք այս բերման ենթարկման բոլոր այս գործողությունները դիտարկում են հակաեկեղեցական արշավի շրջանակներում։ Ուրիշ որևէ այլ շրջանակ չեն տեսնում։ Վերջին շրջանը, որտեղ հենց այդ թեմի շուրջ բավական լարվածություն կար, կարծես թե։ Դրա հետ եք կապում։ Բնականաբար եկեղեցի պետությունը այս հակամարտության, հակաեկեղեցական արշավի շրջանակների մեջ է սահմանում։ Մենք կապ հաստատեցինք Դանիել Յոհաննիսյանի հետ, ով այս պահին թեև Հայաստանում չէ, սակայն նա հեռախոսով մեզ փոխանցեց, որ այո, մոտ 1 ամիս առաջ իրենք են հաղորդում ներկայացրել, մասնարապես Տեր Արամ Քահանայի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում արված հայտարարության մասով, որտեղ նա խոսել էր 2021 թվականին հանրահավաքներին հարկադրաբար մասնակցելու մասին։ Մենք ցանկացած դեպքում, երբ որ իմանում ենք, որ կամ ինչ-որ հրապարակային տեղեկատվություն է հայտնվում, որ ինչ-որ մեկին պարտադրել են հանրահավաքի մասնակցել, կամ օրինակ վճարել են հանրահավաքի մասնակցելու համար, մենք այդ բոլոր դեպքերով միշտ ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում, եւ մեզ համար տարբերություն չկա, թե ով է դա անում, իշխանությունը, ընդդիմությունը, չգիտեմ, եկեղեցականները, աթեիստները, մեր համար որևիցե տարբերություն չկա։ Մենք միշտ հաղորդումները ներկայացրել ենք։ Պարոն Յոհաննիսյան, իսկ դուք ինչպես եք գնահատում այն պնդումները, որ այստեղ կան քաղաքական շարժառիթներ, օրինակ եկեղեցին տեսնում է, որ այս ամենը իրականացվում է իշխանության կողմից այդ հակաեկեղեցական արշավի շրջանակներում, եւ փաստորեն ստացվում է, որ դուք էլ մաս եք կազմում այդ արշավի։ Ես որևիցե արշավի մաս կամ մենք որևիցե արշավի մաս չենք կազմում, մի կողմ հասարակական կազմակերպությունների, այդ թվում մեր նախաձեռնությամբ հանրահավաքին մասնակցելուն պարտադրելը քրեականացված արարք է Հայաստանի Հանրապետությունում եւ պետությունը պետք է պայքարի բոլոր նման դրսևորումների դեմ։ Քննչական կոմիտեն օրվա ավարտին հայտնեց, որ Արագածոտնի թեմում խուզարկություններից հետո կա 3 ձերբակալված, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնյական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար։ Իրավապահները հայտնում են նաև խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության մասին, հստակ չէ կոնկրետ ովքեր են անցնում այս հոդվածով։ Քննչական կոմիտեի լուսանկարում երևում են գումար, զարդեր, վառելիքի կտրոններ։ Մայրաթորը հայտարարում է, որ Արագածոտնի թեմում իրականացված նապորինի է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի հերթական դրսևորումը։ Ինքը Տեր Արամը, որ հանրայինի եթերում ասել էր, թե իրեն ստիպել են մասնակցել ցույցերին, այսօր համոզմունք է հայտնել, որ դրան պետք է նաև իրավական գնահատական տրվի։ Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիս ու կես այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ։ Այսինքն դուք հաղորդում չեք ներկայացրել։ Եթե մամուլով շրջանառվող լուրերին էլ հետևեք, տեսնեք, որ Հայաստանում կան նաև այսպես ընկերություններ, կամ կազմակերպություններ,
ովքեր որ հետաքրքրված են թե ինչ է կատարվում եկեղեցու մեջ եւ փորձել են նաեւ պարզաբանումներ ունենալ եւ այդ հարցերը հենց իրենք են բարձրացնում։ Դուք քնչական հրավիրվել եք։ Տեսեք, ես քնչական չեմ հրավիրվել, որևէ մեկը ինձ չի զանգել, դատախազություն չեմ գնացել, այսինքն այս ամենը առանց ճշտելու ինձ հետ կապելը ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ճիշտ չեմ համարում, որովհետեւ ինֆորմացիան եւս սնունդ է եւ այդ սնունդը կարող է լինել օգտակար եւ վնասակար։ Դուք հարցազրույցում ասում եք, որ այսինքն ձեր կամքով չի, որ հավաքներին մասնակցել եք, դուք ճնշողի անունը չեք տալիս, դա թեմի առաջնորդն է։ Այստեղ կանոնները արդեն պետք է հիշել, որովհետեւ որևէ մեկ հոգեվորական կարծում եմ ինքնագլուխ ցույցերի չեր մասնակցի եւ սա որովհետեւ տեսեք մասնակցել այդ ամենին կնշանակեր իմանավանդ եթե դու համազգեստով ես դու եկեղեցին ես ներկայացնում իսկ այս պարագային առանց թույլտվության դու եկեղեցին չես կարող ներկայացնել Այսինքն թեմի առաջնորդն է եղել Իհարկե որ թեմերը որ մասնակցել են հստակ հրահանգ եղել է կարծում եմ պիտի քննվի ինչու պիտի քննվի որովհետեւ եթե եղել է ազատության նկատմամբ ճնշումներ մարդու խոսքի իրավունքի եւ առհասարակ ընտրությունները կլինեն ցույցերը կլինեն դրանք այնպիսի շարժումներ են որ մարդը գաղափարապես դրան պիտի հարի Եթե դու գաղափարապես այդ շարժմանը չես հարում, բայց այնտեղ ես, դա էլ է տարօրինակ։ Եվ սա նաև կարող է հող ստեղծել, այս իմաստով, որ հետագային եւս մարդիկ չկարողանան իրենց ազատ խոսքը, տեսեք, ձեր հենց լրատվականի անունը ազատություն է, չէ՞։ Եվ ազատությունը կարևոր բան է մարդու համար։ Եվ մարդը պետք է ազատ լինի։ Աստված մարդուն հենց ազատ է ստեղծել։ Ըստ էս քահանաներին ինչու են այդ դեպքում կանչել քնչական Տեղեկություններ ես առավոտվանից զանգում եմ Տեր Սարգիսին, այսինքն ժամը 12-ից արդեն փորձել եմ զանգեր անել, բայց անհասանելի է եղել։ Տեր Արամ, հիմա ըստ ձեզ Տեր Սարգիսին դուք եք նրա հետ աշխատում, ինչու են կանչել։ Պատկերացում չունեմ։ Պատկերացում չունեմ։ Միգուցե շտապում են, կարող է ինձ էլ կանչեն, կարող է չկանչեն, չգիտեմ, բայց եթե արել եմ մի բան որը որ օրենքի խախտում է վնասել եմ մարդկանց թող կանչեն եթե անգամ պետք է դատել թող դատեն ես համաձայն եմ այդ սցենարին Մարդկայնորեն ինչպես եք զգում ձեզ հետևելով այն գրառումներին որոնցով լի է այսօր համացանցը ձեր նկարով Շատ լավ ես կփորձեմ մեկ նախադասությամբ պատասխանել հնարավոր է որ հանրությունը օրհնի մեկին ով որ անեծքի է արժանի Եվ հնարավոր է հանրությունը անիծի մեկին, ով որ օրհնանքի է արժանի, բայց ժամանակը ցույց կտա։ Ձերբակալությունների հարցաքննությունների հետևանքով Արագածոտնի մի քանի եկեղեցիներ այսօր մնացել էին առանց հոգևոր առաջնորդների։ Չգիտեմ, ամոթ է։ Եվ կսպասեմ սա աշտարակի ժողովուրդը, ես աշտարակցի եմ։ Բայց որ տեսնում եմ, սենց ամաչում եմ, որ ես հայ եմ։ Ամաչում եմ, իրոք ամաչում եմ, որ ես հայ եմ։ Ասի ինչ վիճակ է։ Ինչ է արել, քահանան ինչ է արել։ Քահանաները կորց չունեն, նախ ցույցի հրավիրվի կամ չեմ գիտեր ինչի հրավիրվի։ Քահանան իրեն կորձը անում է։ Այսօր ես լսում եմ, գարտացում եմ Facebook-ի էջերում, որ երկու հատ հուղարկավորություն է եղել առանց քահանայի։ Ուր են հասել, ոնց։ Հետո ուր են սաղ աշտարակցիները, ուր են գիրագորերը, որ գուքան, գաղոտեն, ծունգի գուքան, ուր են հիմա։ Գլխատվել է ամբողջ մարզի հոգևոր դասը, հա, Արագածոտնի մարզի, այսինքն առաջնորդի գլխավորությամբ։ Դա ինչ է նշանակում ձերբակալել մի ամբողջ մարզի հոգևոր դաս առաջնորդի գլխավորությամբ։ Հա, այսինքն ովքեր էին այս մեր հոգևոր հովիվները, մեր առաջնորդները տերորիստ էին, մտնել տանից տանել հոգևորականներին, հա, այսինքն սա որ թիվն է, մի հատ ցուցմունքի համար մտնել տուն եւ տանել հոգևորականների, հա, ձերբակալել Այսինքն սա ուրեմն, հա, այսինքն տերորատ է ունեցել, որ մի ցուցմունքի հիման վրա տանում են մի ամբողջ մարզի հոգևորական դաս։ Այդ տարել ենք նորմալ է, գթողեն։ Տարել ենք գթողեն էլի։ Փոլ չեն պահի։
Թողեն, եթե հանցանք չեն արել, թողեն։ Շատ ցավում ենք, որ եկեղեցու համար այսպես ոտնձգություն են անում։ Ոտնձգություն եք համարում։ Հա, բա մեր քահանան էլ ամարտիկ էին։ Ճիշտ ասած եկել ենք Տեր Սարգսի մոտ գործ ունենք, բայց այն ինչ որ հիմա կատարում է եկեղեցում, կարծում եմ որ երբևէ տեղի չունեցել, եթե տեղի ունեցել է ինչ որ թուրքական, արաբական տիրապետությունների ժամանակ ա եղել, իսկ ինչ որ հենց այս պահին այս օհանավանքի շուրջ է պտտվում, կարծում եմ որ շատ շուտ կհանգուցալուծվի ու թե քահանան եւ թե իրեն այս վիճակին հասցնողները Աստծո առաջ պատասխան կտան։ Այս մարդուն մոլորեցնում են, կօգտագործեն, ոնց որ իրեն օգտագործողին, այո, ոնց որ իրեն օգտագործողին են օգտագործելու շպրտեն, մեր ղեկավար կոչվածին, ինքն է սրան է օգտագործելու շպրտի վերջում։ Ցավոք սրտի քահանայական իր կոչումից ու օծությունից հեռացել է արդեն ինքը։ Եվ առաջին արձագանքները իշխանությունները լսել անգամ չեն ուզում քաղաքական հետքի մասին, մինչդեռ ընդդիմադիրները տեսնում են ուղիղ կապը բարձրաստիճան եկեղեցականների դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի ու այսօրվա ձերբակալությունների միջև։ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ական իշխանությունների եկեղեցու դեմ կիսալուսնյաց արշավանքի դրսևորումներից մեկն է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ որևէ մեկը նման թշնամական վերաբերմունք չի ցուցաբերել, բացի թուրքերից, ցարից եւ կոմունիստներից։ Նիկոլ Փաշինյանը համալրեց այդ ցանկը սուլթան, ցար, բոլշևիկներ։ Եվ ստեղ զարմանալու բան չկա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էլ բաց այդ բռնակալական դրսևորումներ է ցուցաբերում։ Սա է Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր այսպես կոչված 4-րդ հանրապետության համար, այսինքն մի հանրապետություն, որը ստեղծվում է Ալիևի պատվերով, պետք է հայի ինքնությունից հրաժարվել։ Եվ դրա համար զարմանալի չի, որ ինքը հալածանքներ է սկսում հայկական ինքնության հիմնական առանցքներից մեկի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նպատակը վարկաբեկել եկեղեցին, վարկաբեկել եկեղեցու սպասավորներին եւ միգուցե մի քիչ ավելի հեռահար նպատակ իր ցանկալի մի խումբ հոգեվորականների կարգել իրեն իր կողմից վերահսկվող եւ այլևս հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի կոչվելու իրավունք ունեցող կառույցի ղեկավարներ վերահսկել նաեւ եկեղեցին։ Սա է։ Չի կարող որևէ անօրինական process լինել, ամեն ինչ իրավական process-ի շրջանակում պետք է որ լինի եւ նաեւ ափսոսանք հայտնեցի, որ նորություն կամ անակնկալ չի լինի Հայաստանի քաղաքացիների շատերի համար, եթե պարզվի, որ որոշ եկեղեցու սպասավորներ տարբեր անօրինական գործողությունների մեջ կարող են ներքաշված լինել։ Վստահեցնում եմ, որ падգամավորները չէ, որ պետք է դրան մեկնաբանություն տան, այլ համապատասխան իրավապահ մարմինները, եթե որևէ մեկը բերման է ենթարկվում, չի կարող պատահել, որպեսզի դա ուղղակի որևէ մեկի կմահաճույք կլինել, դրա համար հստակ հիմքեր պետք է լինեն եւ կլինեն։ Ինչ որ ահաբեկչական խմբավորում բացահայտելու ֆոն ձևավորած process է տեղ ունենում, այն էլ ինչ գործով 4 տարի առաջվա մի պատմության մասին, որ հանրային վտանգավորություն չունի այդ իմաստով քրեական իրավունքի, եւ ես սավակի դատապարտում եմ, սա խայտառակություն։ Քանի որ ասում են մի մասնավորեցեք հոգեորական է, թե հոգեորական չէ, քաղաքացին քաղաքացի է, այս պարագայում բնականաբար քանի որ կա պետական մակարդակում, իշխանական արշավ ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, բնականաբար սա նաև ուղղորդված process է ընդդեմ եկեղեցու վարկաբեկման, եւ ես ինչպես ժամանակին ասել եմ, հայկական ամենամեծ լոբիստական ինստիտուտը հայ առաքելական Սուրբ եկեղեցին վարկաբեկելու գործընթացը շարունակվում է։ Թեման շարունակելով Պոլսո հայոց պատրիարքը նախորդին մինչև այս զարգացումները զգուշավոր լավատեսությամբ էր խոսել եկեղեցի իշխանություններ ճգնաժամի հանգուցալուծման մասին։ Թուրքիայի հայկական եկեղեցում սպասում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Մինչև որ այդ ընտրությունները կատարվի, ես չեմ կարծել, որ եկեղեցին շարժման կանցնի։ Այսինքն կաթողիկոսի ուղղությամբ, ոչ էլ վեհապար հայրապետը շարժման կանցնի։ Կսպասեն այդ ընտրություններու արդյունքին, ինչու որովհետև խնդիրը Հայաստանը ճակատագրական գոհմորոշելու կետն է,
ռուսամետ հագարուս ըլլալու այդ որոշումը պիտի տա հայ ժողովուրդը։ Հետևաբար այդպիսի ճգնաժամային վիճակներում մեջ ամբողջ Հայաստանը տեսակը թիրք կգրավի։ Եվ պետք է այդ հստականը այս եկեղեցին ունի նայեցեք 1700 տարվա անցյալը եւ այս եկեղեցի ողնաշարը նվիրաբերությունն է։ Հետևաբար եկեղեցին ինքնին պետության նման հաստատություն է։ Այլ հոգևոր է, բայց նայեցեք, այսինքն հայ արաքելական եկեղեցի իսկ Թուրքի մեջ հայրենիքն է, հայուն հայրենիքն է։ Եկեղեցին ոտ կողով մեկը ինքնին հայրենիքի մեջ կսկա, հայ կսկա։ Հետևաբար այսպիսի գարույցի հետ թուրսան միջամտել այնքան թյուրին չէ եւ շիդագալ չէ։ Մեր աղոթքային է, որ այսինքն պետությունն ալ, եկեղեցին ալ մեզ համար սրբություններ են եւ գաղութենք համերաշխության համար։ Լրատվական կենտրոնն ուղիղ եթերում է, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են մեր Telegram-ի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու հարցը։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Voilà, мы видим там хоббис акциас։ Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ նախագահին, քանի որ նա մասնակցել է ընդդիմության ցույցին Թբիլիսիում։ Գազայում հրադադարը պահպանվում է, բայց հնչում է մտավախություն, որ կողմերը կխախտեն պայմանավորվածությունները։ Խաղողագործները կրկին մթերման խնդիր ունեն։ Խաղողը չեմ ընդունում, փակում եմ, բայց եղավ։ Ջատ չէ նաև Սամվել Կարապետյանի գործը, դատարանն այսօր քննում է նրա կալանքի հարցը, մեկնարկել է Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ դատավարությունը, նա իրավապահների ուշադրությանը արժանացավ եւ հայտարարեց, թե իր ձևով աջակցելու է եկեղեցուն։ Վարչապետն անձամբ էր սպառնացել լուծել Սամվել Կարապետյանի հարցերը։ Այսօր ողջ օրը դատական նիստին հետևել է մեր թղթակից Նաիրա Բուլղադարյանը, բարի երեկո Նաիրա, արդեն ուշ ժամ է, արդյոք որոշ մանրամասներ հայտնի են, ինչ է սպասվում։ Կարլեն, բարի երեկո, դեռևս որևէ նորություն չկա, քիչ առաջ փաստաբաններից մեկին ես SMS հաղորդագրություն ուղարկեցի, որը նշեց, որ դեռ մոտ 2 ժամ էլ կտևի նիստը, որովհետև իրենք դեռ չեն հասցրել բոլորը խոսել, հետո պետք է արդեն հարց ու պատասխան լինի, ինչից հետո ենթադրում են, որ դատավորը կանցնի խորհրդակցական սենյակ, իսկ թե երբ որոշում կկայացնի հայտնի չէ։ Սրանից 2 ժամ առաջ փաստաբան Ռուբեն Հակոբյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, ասելով, թե օրինակ ինչու են քննիչներն ու դատախազը ցանկանում, որ եւս 2 ամսով կալանավորված մնա Սամվել Կարապետյանը եւ ինչու են իրենք հակադարձում։ Հնչական խումբը բաղկացած է 53 քննիչներից, դատարան ներկայացել են 3 քննիչներ են եղել 3, այսօր ներկայացել է նաեւ հսկող դատախազը։ Իրենց դիրքորոշումը ո՞րն է, որ մարդը պետք է մնա կալանքի տակ, ինչ են պնդում, պարոն Հակոբյան։ Դե իրենք պնդում են, որ արկա է հիմնավոր կասկած վերագրվող արարքներում, նաև արկա է բոլոր հիմքերը օրենքով նախատեսված, այն է փախուստի դիմելու հավանականությունը, հանցանք կատարելու հավանականությունը եւ ապացուցման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը։ Իհարկե դրանք լրիվ չեմ ուզում ասել անհետ ասեմ, ակնհայտ չպատճառաբանված սուբյեկտիվ դատողություններ են, մենք մեր դիրքորոշումը արդեն 10 ժամ երեկանից տեղել, 3 ժամ էլ հիմա է եղել, մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք։ Հակափաստարկները որոնք են իրենց փաստարկները։ Ես հիմա 10 քանի ժամվա դատականիստը չեմ կարող ներկայացնել։ Մենք հակափաստարկներն են, որ ծայրից ծայր մեղադրանքը, ծայրից ծայր միջնորդությունը չի համապատասխանում իրականությանը, չի համապատասխանում տրամաբանությանը, չունի նաև բանականության որևէ հենք։ Մոտ 2 ժամ առաջ նաև հարցազրույց տվեց փաստաբաններից Ռոբերտ Ամստերդամը, որը 3 այնպիսի հայտարարություններ արել, որը ինչը դուր չէր եկել իշխանություններին։ Նա ասել էր, որ իրենք կգրոհեն Հայաստանի իշխանություններին, որպեսզի աշխարհը իմանա, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Այսօր եւս կրկնեց եւ ասաց, որ իր խոսքերի մեջ որևէ հակաիրավական բան չկա։ The attack on Armenia that I spoke about
Երեկվա ասուլիսից մի միտք սխալ է մեկնաբանվում։ Ես Հայաստանի մեծ երկրպագուն եմ։ Հայաստանի նկատմամբ գրոհի մասին, որ ես խոսել եմ, շատ պարզ մի բան է։ Հայաստանն ունի վարչապետ, ով գործում է այնպես, որ ես երբեք չեմ տեսել իմ 45 տարվա կարիերայի ընթացքում։ Արտահայտությունները, որ նա գործածում է եկեղեցու նկատմամբ անարգանքը, որևէ երկրում նման բանի ականատես չեմ եղել, ամոթ Փաշինյանին ու կառավարությանը։ Shame on Pashinyan, shame on the government. Եկեղեցու նկատմամբ հարձակումը խախտում է սահմանադրությունը, նաև քաղաքացիների խոսքի ու կրոնի ազատությունը։ Այսօր նաև լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանը կարևորեց միջազգային ատյաններին դիմելու իրենց քայլերը եւ կոնկրետ օրինակներ բերեց։ Կա նաև Եվրոպայի հանձնաժողովի պատասխանը, որ հետևում են process-ին։ Իրենք հետևում են, բայց շատ կարևոր է իհարկե մեր հասարակության ռեակցիան, այս ամեն ինչը արվել է, որ մեր հասարակության հույսերը ջարդվի, հենց դրա համար են անում, որ բոլոր հակազդեցությունների օջախները կարողանան զրոյացնեն, բայց դա չի լինելու։ Այս ամեն ինչի պատճառը միայն դա է, ներքաղաքական, ներհայաստանյան։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական ու միջազգային կառույցները, մենք ամեն երևի շաբաթ ստանում ենք միջազգային լրատվական միջոցներից հարցումներ եւ հարցազրույց անցկացնելու առաջարկություն, քանի որ բոլորին շատ զարմացրել է։ Նարեկ Կարապետյանը լրագրողների զրույցում նաև հակադարձել էր այն տեղեկություններին, թե այստեղ մարդկանց բերում են փողով, նշել էր, որ նման բան չկա։ Մենք եւս խոսեցինք մի քանի մարդկանց հետ, որոնք երեկվանից այստեղ են ժամեր անցկացնում, նշեցին, որ իրենք տարբեր ընկերությունների աշխատողներ են, կան տարեցներ, կան երիտասարդներ, կան նաև Տաշիր գրուպի աշխատողներ, որոնք նշում են, որ պարզապես եկել են իրենց աջակցությունը հայտնելու եւ եկել են իրենց կամքով եւ ոչ գումարով։ Չէ, ես գրուպում եմ աշխատում։ Տաշիր գրուպում։ Ձեր կամքով եք եկել, թե անպայման, դες բան չկա, առանց մեր կամքի գանք ստեղծենք։ Իրավիճակը տենալով, գնահատելով Հետա տարբերակետ են գտել, ճիշտ երևի իմ կարծիքով ճիշտ տարբերակետ է։ Իսկ աշխատանքի ժամից ո՞նց եք կարողացել գալ։ Դե կարողացել ենք կազմակերպենք այսօր գործերը այնց, որ կարողանանք այդ ժամից դե ներկա լինենք։ Որտեղից էլի մարդիկ են եկել, են շատ են։ Ով ուզում է, ով կարում է, ով ուզում է։ Դուք եք մեր ձևով շատ։ Անպայման։ Որտեղ Երևան եք ապրում։ Չէ։ Դժվար չէր գալ։ Որտուց էշմիածնից։ Դաժե ոտով եմ եկել, հավատացեք։ Չէ, առանց կատակի ոտով եմ եկել։ Չեք աշխատում, որ կարողացել եք գործի ժամին գալ։ Աշխատում եմ։ Պրոստը հարմարացրել եկել եմ։ Դուք եք Տաշիր գրուպում աշխատում։ Չէ։ Որտեղ։ Մեր տանը։ Դուք եք մեր ձևով շարժմաններ։ Ոչ։ Ես շարժման ներկայացուցիչ չեմ։ Ուղղակի իմ համար սկզբունքի հարց է, որ Հայաստանում քաղաքականավոր չլինի էլի։ Վաղուց եք իրեն ճանաչում, թե հերվից ճանաչելով լսելով այս մասին։ Իրանց ընտանիքին ճանաչում եմ, ես ինքս Տաշիրից եմ։ Ոչ մի խախում չունեմ, ոչ մի ֆինանսովի շահ չունեմ, ընդհանրապես, ուղղակի աշխատում եմ։ Ոչ։ Այո, ես Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբի տնօրենն եմ։ Օղոս գալիս։ Իրենց հետ գործնական կապեր կան, չէ՞, համագործակցություն։ Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբը ֆինանսավորում է Սամվել Կարապետյան։ Ֆինանսավորեր չէիք գալու։ Գալու էի, բայց դուք ուզում եք իմանաք որտեղ եմ աշխատում, ես ձեզ ներկայացնում եմ որտեղ եմ աշխատում։ Իսկ ձեր աշխատողներն էլ են եկել։ Այո։ Եկել են թե խորդորել եք որ գան։ Չէ, ինչ խորդորել։ Վերջինը ես եմ եկել, իրանք այնձից շուտ են եկել։ Աշխատանքը։ Աշխատանքը մենք արդեն վերջացրել ենք, աշխատանքից հետո էլ եկել ենք։ Պահանջը մեծ է։ Ամեն դեպքում ազատ արձակվել է դա հարցի 80%-ն է, որովհետև եթե ազատ լինի, այս ամեն ինչը ավելի մեծ թափ կունենա, ավելի մեծ ընդարձակ կլինի, որ հարցը ավելի արագ կլուծվի, այդ իրանք էլ գիտեն, դրա համար էլ պահում են։ Լեսիմ, տենանք ինչ կդառնա էլի։ Թե որքան կտևի այսօրվա դատավարությունը, որը դեռ երեկվանից է մեկնարկել
եւ արդեն մոտ 2 օր է շարունակվում է, պարզ չէ։ Փաստաբանները նշում են, որ 2 ժամ հետո գուցե եւ ավարտվի, դատավորը գնա խորհրդակցական սենյակ, իսկ թե երբ դուրս կգա խորհրդակցական սենյակից եւ կհրապարակի որոշումը, իսկապես ոչ ոք չգիտի, այդ թվում եւ փաստաբանները։ Կարլեն Շնորհակալություն Նաիրա, քեզ հետ կրկին կապ կհաստատենք, եթե որոշումը հրապարակվի թողարկման ընթացքում։ Այժմ այլ թեմաներ, կրկին փաստի առջև են կանգնել խաղողագործները, մթերքը փչանում է բեռնատարներում, ընդունող չկա։ Մեկը փագա, մեկը բացա, մեկը զանգում են գյուղացուն հասարակ, ասում ես սուբսիդիա չի տալեմ, դրա համար խաղողը չեմ ընդունում, փագում եմ, բայց եղավ։ Չնայած կառավարությունը մի քանի ծրագրերով աջակցում է խաղողագործներին ու գործարաններին, որ մթերման գործընթացը չընդհատվեր, այդուհանդերձ մի շարք գործարաններ այդ աջակցությունից չեն օգտվել։ Որոշներն էլ մթերման սեզոնի ընթացքում դադարեցրել էին խաղողի ընդունումը։ Մենեն մեկն ասում է, գիտես ինչ կա, այն զավոդը վերցում է, էսի չի վերցում մենակ, այն մյուսը ձենի տված Զավոդները կոպիտ ասածը դենց է կարում, ձենի տված մի օր 2 օրվա մեջ դնում են փագում։ Գյուղացին, որը չցանկացավ տեսանկարահանվել, պատմեց ՄԱՊ գինու կոնյակի գործարանի հետ պայմանագիր ուներ, բայց ասել են դադարեցնում են մթերումը։ Ամենամեծ մթերողներից մեկն է ՄԱՊ-ը, ես այնտեղ պայմանագրեր ունեի, բայց հələ չսկսած մթերելը սեփականատերերը որոշեցին փակել։ Ասում է պետությունը չի ֆինանսավորում, պետությունն էլ ասում է իրանք չեն դիմում, սենց մեկի վրա գցելով։ Կառավարությունը խաղողի մթերման վարկային ծրագրով ոչ միայն 50% գրավի երաշխիք է տրամադրում գործարաններին, այլև վարկերի տոկոսադրույքի 9%-ն է սուբսիդավորում։ Այդուամենայնիվ ՄԱՊ գինու կոնյակի գործարանի դեպքում սեփական գրավն ու կառավարության 50% երաշխիքը միասին չեն բավարարել, որ բանկը վարկ տրամադրի։ Գործարանի տնօրեն Մակար Պետրոսյանն Ազատությանն ասաց, կարողացել են միայն պլանավորած քանակն ընդունել ու դադարեցրել են մթերման գործընթացը։ Բայց հիմա ըստ նրա ֆինանսական խնդիրները լուծված են։ Պատրաստ են եւս մոտ 2500 տոննա խաղող ընդունել, բայց ավելին ոչ։ Գյուղացիներ կան, որ առաջի փուլով երբ որ մենք խնդիր ենք ասել, որ խնդիր կա, այդ ժամանակ արդեն այլ գործարաններ փորձել են հանձնել։ Այս պահին, եթե կա գյուղացի, թող բերի, ես իր խաղողը նորից կվերցնեմ։ Մենք ընդհանուր մթերելու ենք 16500 տոննա խաղող։ 25 թվականի մեր մթերումը կազմում է 2.3 միլիարդ, որից որ 350 միլիոնը ամենավերջում ենք մենք ավելացրել։ Պետրոսյանն ասում է, այս տարվա արտահանման խնդիրներն են ստիպել, որ ավելի քիչ խաղող մթերեն։ Երեք մեզ հանդիպած գյուղացիները պատմում էին, որ Արմավիրի մարզում մեկ այլ խոշոր ընկերություն Multigroup-ին պատկանող Նոյ գործարանն էլ է դադարեցրել մթերումը։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող գործարանից Ազատությանը փոխանցեցին, պլանավորած ամբողջ ծավալն ընդունել են գործող ամենաբարձր գնով 1 կիլոգրամը 150 դրամ ու ավարտել գործընթացը։ Իսկ մթերումը սկսել են սեպտեմբերի 18-ին, ավարտել հոկտեմբերի 5-ին։ Այդ օրերի ընթացքում օրական միջինում 500 տոննա խաղող է գործարանը մթերել։ Պնդեցին, իրենց այդ պայմանագիր ունեցողների բերքը մթերել են, գումարն էլ մինչև վերջ վճարել։ Կառավարության վարկային ծրագրից էլ չեն օգտվել, որովհետև դրա կարիքը չեն ունեցել։ Այսօր առավոտյան էլ էկոնոմիկայի նախարար Պապոյանն ազդարարեց, հաջողությամբ ավարտում են խաղողի մթերումը։ Ըստ նախարարի, եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում մթերվել էր 160,000 տոննա խաղող, ապա այսօր այդ թիվն արդեն 192,000-ին է մոտենում։ Ամբողջ անցած տարի մթերվել է 164,000 տոննա, իսկ այս տարի ընդհուպ մինչև 196-97,000 տոննա կարող է մթերվել։ Առհասարակ մոտավորապես մնացել է տեխնիկական սորտերից մթերելու մոտ 3000 տոննա եւ մի փոքր էլ կլինի նաեւ խաղողի սեղանի սորտեր, որոնք կմթերվեն։ Գինու ազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով կառավարության աջակցության ծրագրերը կարևոր են, բայց դրանք չեն կարող ամբողջությամբ մեղմել արտահանման խոչընդոտների հետևանքները։ Նրա համոզմամբ Ռուսաստանը դիտավորյալ է բարթացրել հայկական ալկոհոլի մուտքը իր շուկա, այդպես արձագանքելով Հայաստանի դեպի Եվրոպա միտված քաղաքականությանը, իսկ Վրաստանն էլ իր հերթին ավելացրել է վերահսկողությունը, կրկնապատկելով վարորդների խնդիրները։ Կառավարությունը պետք է սուբսիդավորված փողերը ուղարկի ինովացիան
ինովացիոն տեխնոլոգիաների մեջ։ Մենք դեռ չենք կարողանում դուրս գալ դրսի շուկաներ։ Պետությունը պետք է սուբսիդավորված գումարները ուղղի ինովացիոն տեխնոլոգիաների մեջ, խաղողը փորձի այդ նույն ինովացիոն տեխնոլոգիաներով ուղղել դեպի գինի, որտեղ մեկ շիշ գինուց դու ստանում ես նվազագույնը $1 եկամուտ, մեկ շիշ կոնյակից ստանում ես նվազագույն 10 ցենտ եկամուտ։ Նախորդ տարվա համեմատ այս տարվա խաղողի ընդհանուր բերքը 20%-ով աճել է։ Այդքան ինչպես գործարաններն ընդունեն ու մթերեն ստացված գինին ու կոնյակը որտեղ վաճառեն, եթե արտահանման խնդիրները չեն լուծվել, ասում է ոլորտի փորձագետը։ Խնդիրը սպառման մեջ է, սպառում չկա։ Այդքան հիմա ռեսուրս չունեն թորելու, սպիրտ ստանալու, սպիրտը պահելու տեղ չունեն։ Նման սիտուացիան Եվրոպայի կամ այլ երկրների համար նորություն չի։ Սուբսիդավորում են վառելիք ներկրողներին, որպեսզի իրենք կարողանան ներսից վերցնել սպիրտ, խառնել վառելիքին եւ ունենալ բենզին։ Կառավարությունը եթե բարի կամք եւ պրոֆեսիոնալիզմ ունենա, ամբողջ խաղողի ավելցուկը կուղարկի բենզին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարարի հետ Բաքվում հանդիպմանը ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը։ Վրաստանը մինչդեռ չեղարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վանտոնենի հետ, պատճառաբանելով, որ եվրոպացի պաշտոնյան Թբիլիսիում մասնակցել է ընդդիմության հանրահավաքին։ Գազայում կրակը դադարել է, բայց առայժմ խիստ անորոշ է, որ կողմերը հավատարիմ կմնան ամերիկյան միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Պաղեստինյան Համաս շարժումն Իսրայելին է փոխանցել ևս 4 մարմին, սակայն Իսրայելը հայտարարել է, որ դրանցից միայն 3-ն են պատանդների։ Մինչ այդ Իսրայելը դժգոհել էր, որ մարմինների փոխանցումը դանդաղ է ընթանում, սպառնալով կրճատել Գազա մտնող մարդասիրական օգնությունը, մինչև բոլոր 28 պատանդների մարմինները չվերադարձվեն։ ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայն Համասն իսրայելական կողմին է փոխանցել արդեն 7 պատանդի մարմին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումը պետք է վերադարձնի ևս 20-ը, սակայն Համասը պնդում է, որ դժվարություններ ունի մարմինները գտնելու հարցում։ Գազայում Համասի խոսնակ Հազեմ Քասեմը սոցցանցում տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկում դիերը վերադարձնելու համար։ Այս պահին մեր մարտիկ շարունակում են հետևել դիերի փոխանցման վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը, որպես Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի մաս։ Գազայում ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի խոսնակի փոխանցմամբ Իսրայելի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ կթույլատրի նախապես համաձայնեցված օգնության միայն կեսի մուտքը Գազա։ Մենք Իսրայելի իշխանություններից ստացել ենք նման հաղորդագրություն։ Իհարկե, շարունակում ենք կողմերին խրախուսել, որ պահպանեն հրադադարի շրջանակում ամրագրված պայմանավորվածությունները։ Անշուշտ հույս ունենք, որ պատանդների մարմինները կհանձնվեն եւ հրադադարը կշարունակի պահպանվել։ Պատանդների մարմինների փոխանցումից հետո, սակայն Իսրայելի հանրային հեռարձակողն այսօր հայտնել է, որ Թել Ավիվը կթույլատրի բացել Եգիպտոսի հետ սահմանի անցակետը եւ կավելացնի Գազա մտնող մարդասիրական օգնության ծավալը։ Նաև հնարավոր է, որ պատերազմի ժամանակ Գազան լքած պատանդներին առաջին անգամ թույլ տան Ռաֆահի անցակետով վերադառնալ անկլավ, իսկ այնտեղ գտնվողներին հատել անցակետը։ Ըստ Ինտերֆաքսի մոտ 600 բեռնատարի թույլ կտրվի հիմնականում սնունդ եւ բժշկական պարագաներ տեղափոխել Գազա, որի մոտ 80%-ն ավերվել է պատերազմի հետևանքով։ Պաղեստինի ինքնավարության նախագահի հատուկ բանագնացը հայտարարել է, որ Պաղեստինը պատրաստ է բացել Ռաֆահի անցակետը։ Մուհամմադ Շտայեհը հույս է հայտնել, որ միջազգային դոնորները առատաձեռն կլինեն պաղեստինցիներին օգնելու հարցում։ Հիմա մենք պատրաստ ենք կրկին համագործակցել եւ բոլոր կողմերին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք բացել Ռաֆահի անցակետը։ Գազա քաղաքում երեկվանից մաքրման եւ վերականգնողական աշխատանքներ են ընթանում, սակայն այստեղ ապրելու համար պայմաններ չկան ու մարդիկ չգիտեն ինչ անել։ Այստեղ ոչինչ չկա, ոչ սնունդ, ոչ ջուր, ոչ կացարան, ոչ մի բան, իսկ առջևում ձմեռ է, տունս ավերվել է, երդվում եմ, ոչինչ չունեմ, որտեղ ենք ապրելու, ուր ենք գնալու, ինչ ենք անելու, մեր ընտանիքը 36 անդամից է բաղկացած, ես, թոռներս, երեխաներս, չգիտենք թե ուր ենք գնալու։
Մեր վիճակը ողբերգական է։ Մենք վերադարձանք մեր թաղամաս եւ տեսանք, որ այնտեղ ընդհանրապես տներ չկան, ապաստան չկա, ոչինչ չկա։ Պարզապես ուզում ենք ձմռան համար մի քիչ պաշար ձեռք բերել։ Մեր հույսը միայն Աստված է։ Չնայած Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի հաջորդ փուլով նախատեսվում է Համասի զինաթափում, շարժումն այս ընթացքում փորձում է վերականգնել հսկողությունը Գազայում, անվտանգության հարյուրավոր ուժեր տեղակայելով փողոցներում, նաև բախումներ է ունեցել տեղի կլանների հետ։ Համասը, որը դեռ 2007 թվականի քաղաքացիական կարճատև պատերազմի ժամանակ է իր վերահսկողության տակ առել Գազան, արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ 3 մի քանի մարդու է հրապարակավ մահապատժի ենթարկել, նրանց մեղադրելով Իսրայելի հետ համագործակցության մեջ։ Գերմանիան Համասի գործողություններն ահաբեկչություն է որակել։ ԱՄՆ նախագահը 3 հայտարարել է կամ Համասն ինքնուրույն կզինաթափվի կամ կստիպեն, այդ թվում ուժի միջոցով։ Մենք նրանց ասել ենք, ուզում ենք, որ զինաթափվեն եւ նրանք կզինաթափվեն, եւ եթե նրանք չանեն դա, մենք կզինաթափենք նրանց եւ դա տեղի կունենա արագ եւ գուցե բռնի եղանակով։ Իսրայելի վարչապետն էլ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի ծրագրով իրենք համաձայնել են, որ խաղաղություն հաստատվի։ Ծրագրի հաջորդ փուլում Համասն անպայման պետք է զինաթափվի, շեշտել է Բենյամին Նեթանյահուն։ Հետո պետք է լինի ապառազմականացում եւ զինաթափում, դրանք նույնը չեն։ Նախ Համասը պետք է վայր դնի զենքերը եւ երկրորդ պետք է համոզվենք, որ Գազայում զենքի գործարաններ չկան։ Մաքսանենք ճանապարհով զենք չի մտնում Գազա։ Չնայած հրադադարին այսօր Գազայի հատվածում 2 պաղեստինցի է սպանվել իսրայելական զինվորականների կրակից, որոնք պնդել են, թե կրակել են մեջբերում եմ սպառնալիքը կանխելու համար։ 3 էլ սպանել էին 6 պաղեստինցու, պնդելով, որ վերջիններս փորձել էին մոտենալ իրենց։ 2023-ին բռնկված պատերազմի հետևանքով Գազայում սպանվել է 67900-ից ավելի պաղեստինցի, մոտ 20000-ը երեխաներ, վիրավորվել է մոտ 170000-ը, Իսրայելն ունեցել է 1200 զոհ։ Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ Ալ-Շարային Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավաստիացնելով, որ Մոսկվայի եւ Դամասկոսի հարաբերությունները բարեկամական են։ Սիրիայի առաջնորդն իր հերթին ասել է, թե կհարգեն Ռուսաստանի հետ նախկինում ձեռք բերված համաձայնագրերը։ Ալ-Շարան իշխանության եկավ տապալելով Մոսկվայի դաշնակից Բաշար Ասադի երկարամյա ռեժիմը։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, այցելեք մեր կայքը azatutun.am, կհանդիպենք։